Եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ այս գիշեր Ներսարիում բեմը սահում է Հայաստան Աստանա երթուղով։ Մեր հյուրն է New Wave 2021-ի հաղթողը, հիմա էլ Silkway Star-ում Հայաստանի ձայնը, Սարո Գևորգյան։ Իսկ հիմա դիմավորեք նրան, ով կարող է ոգևորել յուրաքանչյուրին, ով կհայտնվի ներսում։ Ներսարի, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո հայեր ջան, Ներսարին սկսված եւ անկեղծ ասած շատ հաճելի է, որ մեզ գրում եք, մեկնաբանություններ եք թողնում եւ գեղեցիկ մաղթանքներ փոխանցում։ Հիմա խոսենք օրվա հնարավորությունների մասին։ Հայ արտիստներն ու անսահման արտասահմանյան բեմերը։ Մի բան ասեմ, եթե անգամ քարտեզը մեծ չէ, բեմերը շատ մեծ են։ Մենակ գնում են Դուբայ, Մոսկվա, Բերլին, Մադրիդ, հիմա էլ Աստանա։ Հարցն ինչ է։ Ոնց դառնալ հայտնի, բայց մնալ մերը։ Սոցցանցով վիդեո նկարելը հերիք չի, պետք է ձայն ունենալ, պատմություն ունենալ ու նաև ասելիք։ Հա, ու իփոքր հումոր։ Առանց դրա բեմը չորանում է։ Ինչպես դեզի տակ մնացած վարդը։ Այ մարդ, ես ինչ համեմատություններ եմ անում, կամաց պոետ եմ դառնում, բայց Ավետ Բարսեղյանին իհարկե ես չեմ կարող հասնել։ Այսօր հյուր ունենք, որ ասում է բեմը իմ կյանքն է։ Սարո Գևորգյան, Սարոն հաղթել է New Wave-ը, նորալիքը, հիմա էլ Silkway Star-ում գնում է եզրափակիչ փուլ դեպի։ Այսօր Սարոյի հետ կփորձեմ դուրս բերել այն բանաձևը, ըստ որի հնարավոր կլինի հասկանալ ինչ անել, որ հայկական անունը հնչի ոչ թե մի անգամ, այլ մշտական։ Ողջունենք միջդամ մեր Bending Rootsline and Friends տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է գնալու դեպի V&M բար։ Գնացինք։ Այսօր V&M-ում 10 տարեկան կոնյակն է առանձնացված։ Միջազգային բեմ, մի քիչ V&M կոնյակ, ուրեմն ամեն ինչ ստացված է։ Լսում ենք 10 տարեկան V&M-ը։ Որպեսզի մեր զրույցը լինի հնարավորինս ջերմ ու հայկական եւ ուղևորվում դեպի գլխավոր սեղան։ Վարկաններած կմենք վերադառնանք, այնպես որ մնացեք ներսում։ Այս գիշեր Ներսարիում Սարո Գևորգյանն է, երգ, հումոր, պատմություններ, մինչ Աստանայի մեծ եզրափակիչը։ Աշխարհաման եմ եկել, էլի մոտդ եմ եկել, սևաչերը քո չեմ մոռացել։ Աշխարհաման եմ եկել, էլի մոտդ եմ եկել, սևաչերը քո չեմ մոռացել։ Ցավը տանեմ, թե ֆայտոնս չնստես, մոտս չգաս չսիրես, մենակ կմնամ ես առանց քեզ, թե ֆայտոնս չնստես, մոտս չգաս չսիրես, մենակ կմնամ ես առանց քեզ։ Մենք Ներսարիում ենք, դադարն ավարտված է եւ շատ շուտով իմ զրուցակիցը կպատմի, թե ինչու պետք է տաղանդավոր հայերը մասնակցեն մրցույթներին այլ երկրներում։ Գեղեցիկ ձայնով արտիստ, մեծ բեմի համար ծնված Սարո Գևորգյան, դիմավորեք Ներսարի։ Let me go, I got to keep below. Don't let me up, don't turn me down. I just want a number, baby, stay with me on a let me go, I got to keep below. You told me, let me go, I got to keep below. Սարո, բարի երեկո, բարի գալուց ներս։ Բարի երեկո։ Ներսում ես ուրախ եմ քեզ տեսնել, ոնց ես։ Լավ, դու։ Հրաշալի, ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ այսօր քո հյուրն եմ։ Ծափար ենք բենդին։ Այո, մեր հրաշալի երաժիշտներին, ովքեր ինձ հետ միշտ ներսում են։
Սարո ոնց ես քեզ զգում, ինչ փուլում ես հիմա նախապատրաստական դեպի կիսաեզրափակիչ փուլերին, լարված ես, լարված չես, ինչի ես Երևանում։ Նախ երկար դադարից հետո ես որոշեցի, որ եւս մեկ անգամ մասնակցեմ մրցույթի ու հրավերը եղել է 4-5 ամիս առաջ ու նախ չէի ուզում մասնակցեի, հետո ասացին, որ մենք շատ ենք ուզում, որ դու լինես մասնակից, որովհետև ուղղակի սա քեզ մեծ հաջողություններ կբերի, ու այդպես որոշեցի մասնակցեմ, չեմ լարվել մրցույթի ընթացքում, վայելել եմ ու մրցույթ չեմ վերաբերվել, հիմա պատրաստվում եմ ֆինալին, ֆինալում պետք է երգեմ իմ հեղինակային նոր գործը, որովհետև սկսել ենք հեղինակային գործով ու փակումը լինելու է, ավարտվում է հեղինակային երգով, առաջին օրվանից տպավորվել եմ ժյուրիների, հանդիսատեսի ու լավ խոսքեր են ամեն օր ինձ ասել, առաջին օրվանից ինչ պրոֆեսիոնալ ես, ինչ լավ ես աշխատում, այդպես։ Ոնց ես քեզ զգում դու այնտեղ։ Շատ լավ եմ զգում ու մարտական էի տրամադրված, որովհետև եթե ես մասնակցում եմ մրցույթ, պետք է իմ Հայաստանի դրոշը միշտ բարձր պահեմ։ Իսկ եթե պետք է մասնակցեմ ու չհաղթեմ կամ լավ հորիզոնական չգրավեմ, չես գնում ուղղակի։ Լավ է չգնամ։ Լավ, մենք դեռ կանադառնանք Cirque Star մրցույթին, բայց մինչև այդ արի գնանք հետ ամենասկզբից գանք, պատմելով մարդկանց քո պատմությունը, Սարո։ Այ առաջին անգամ երբ բեմում զգացիր, որ էս իմ տեղն է, ես ամբողջ կյանքում այստեղ պիտի լինեմ։ Նախ սկսել եմ երգել 4 տարեկանից, հայրս դեմ էր, որ ես երգեի, բայց մայրս, տատիկս, ընտանիքս միշտ ասում էին ու մանկապարտեզից սկսած, որ շատ տաղանդավոր է, պետք է երգի ու ինքը շատ մեծ ապագա կունենա։ Ես հիշում եմ, որ դպրոց էի գնում, դասերի փոխարեն ես միշտ դասի ժամին երգում էի, ու այդ բոլորին ներվայնացնում էր։ Բայց ես միշտ ունեցել եմ մանկության մեծ երազանքներ, շատ եմ փորձել ինձ կոտրել, որպեսզի ես չերգեմ, որպեսզի զբաղվեմ ուրիշ գործով, բայց ես առանց բեմի չեմ կարող ու ունեմ Աստծուց տված տաղանդ, որը որ չի կարելի չօգտագործել, մեծամիտ չթվա, բայց մարդիկ են այդ ասում ու ես հիմա հերթով այդ մանկության երազանքները փորձում եմ իրականացնել։ Մի քիչ չէ դժվար, բայց փորձում եմ պայքարել ու իրականացնել։ Հրաշալի Սարո։ Նորալիքից խոսենք, ինչ տվեց քեզ նորալիքը առասարը, կապեր, վստահություն, հաղթանակ, ի վերջո ինչ էր կատարվում քո շուրջը այդ ընթացքում։ Նորալիքին մասնակցելու նպատակ չի եղել ամենասկզբից, երբ որ ես տեսա հայտարարությունը ու մայրս ասաց, որ մասնակցի ու մեկնեցի Մոսկվա, նախընտրական փուլին մասնակցեցի եւ այդ փուլից սկսած արձագանքները թե ժյուրիի, թե մասնակիցների շատ մեծ էր։ Նորալիքը ինձ տվեց հայտնիություն, պրոֆեսիոնալ աշխատել կամերաների հետ, աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ ու ինձ ավելի ինքնավստահ ուժեղ դարձնելու, որ այո, սա դեռ սկիզբն է, ավելին ես չեմ սիրում մնալ նույն տեղում ու բավարարվել մի բանով, փորձում եմ միշտ առաջ նայել ու շատ ուրախ եմ, որ այդ մրցույթը իմ կյանքում եղավ, որովհետև ամեն ինչի սկիզբը սկսվեց հենց նորալիք միջազգային մրցույթում։ Ոնց հետո քեզ ծառայեցրեցիր այդ ամեն ինչը, չգիտեմ, պահեցիր կոմունիկացիաների հետ, պահեցի, այո, պահեցի, ես այդ մրցույթի շնորհիվ ունեցա դուետ Ֆիլիպ Կիրկորովի հետ, հետո առաջարկ ստացա երգելու Աննա Ասիի կողմից դուետ, որը որ իր մենահամերգի ժամանակ մենք երգեցինք իր ամենահայտնի հիթերից մեկը ու մինչև այսօր իմ ամենալավ ընկերն է նա, հուսով եմ հետագայում մենք կունենանք մեր դուետը, նոր երգը ու նոր համագործակցություններ։ Ընտիր, գանք Cirque Star
մրցույթին, Սարո, մի քիչ ուզում եմ դու մեզ պատմես նաև կառուցվածքի մասին շոուի, հա։ Շաբաթական փուլեր են, ոնց է տեղի ունենում երգերի ընտրությունները, թեմատիկա, լեզվով, ինչ առաջադրանքներ ունեք։ Ինչա կատարվում է, որտեվ ասեմ քեզ, երբ որ ես սոցցանցերում տեսա քո վիդեոները, կհիշես, չգիտեմ, երևի 2017 կամ 18 թվականին Jessie J-ը մասնակցում էր Չինաստանում X Factor-ի, ու ինձ թվում է այն ինչ որ դու անում ես այնտեղ, հիմա շատ նման է, թե ինչ էր անում Jessie Չինաստանում։ Հենց ավել ասեմ, որ այս հենց այդ մրցույթն է։ Վաու։ Այո, որտեղ որ 7-8 տարի առաջ անցկացվել է Չինաստանում, մասնակցել են Դիմաշը, Պալինա Գագարինան, Jessie J-ը ու մի քանի տարի Սա նույն մրցույթն է լրիվ։ Այո, հասկացա, այս է ֆանասիական մրցույթն է, որտեղ այո, չէր եղել այս մրցույթը, հետո այս տարի միացել է նաև Ղազախստանը Չինաստանի հետ ու փորձեցին անել հենց Ղազախստանում, բայց մյուս տարի լինելու է Չինաստանում։ Ու երբ անունը փոխվել է, շատ ինչ որ բաներ փոխվել են, բայց ֆորմատը մնացել է նույնը։ Ու հենց տեսա այս մրցույթը մի անգամից ասացի այո, բայց դժվար է լինելու, բայց ես հավատում եմ ներսում, որ ինչ որ մի բան զգում եմ, որ շատ լավ է լինելու։ Այսինքն մնացած մասնակիցները եւս կայացած արտիստներ են իրենց երկրներում։ Բոլորը պետք է կայացած արտիստներ լինեն իրենց երկրում, նոր մասնակցեն։ Հրաշալի, դե հիմա ավելի հետաքրքիր։ Հիմա պատվիր ոնց է անցնում այդ 10-12 երկրների մասնակիցների հետ։ Նախ ես մեկնել էի մեկ ամսով ու առաջի փուլը եղել է իմ հեղինակային երգով, ամեն փուլին տարբեր է եղել, երկրորդը համաշխարհային, երրորդը մենք քաշել ենք թղթեր, թե որ երկրի մասնակիցը հարևան երկրների հետ որ երկրը կերքի ու ինձ բաժին ընկավ Ուզբեկստանը, իսկ Ուզբեկստանի մասնակցին հայերեն երգը, նա երգեց Սիրուշայի Պրեգոմեշը, ես իրենց երկրի հիթերից մեկը ու մենք երգը երկուսով սովորել ենք 2 գիշերում, ես նրան էի սովորացնում հայերեն, նա ինձ ուզբեկերեն ու շատ մեծ արձագանք ունեցավ այդ իմ կատարումը Ուզբեկստանում, Հայաստանում, չգիտեմ, ամեն մի փուլը բարդ էր, բայց ինձ համար մի նոր վերելք էր, որը որ ես հաղթահարեցի ու փորձում էի ամեն փուլին լինել ավելի հետաքրքիր ու ավելի տպավորիչ ու հուսով եմ ստացվեց։ Okay, ինչ ես դու քո հետ տանում բեմ, Սարո, խոսքի ձև հայկական ոգի, ազգային բիթ կամ կոկիկ սև կոստյում, այս ամեն ինչի այս կոնտրաստների մեջ ինչն է քո ընտրությունը ու նաև երիտասարդ երգիչներին ինչ խորհուրդ կտաս, ովքեր իրենց դժվար ճանապարհի սկիզբը դեռ նոր են դրել։ Ես խորհուրդ կտամ, որ երիտասարդ չասեմ, սկսնակ։ Բեմից առաջ ասեմ։ Չի ծեր երգիչա դեռ ստացի։ Ես ուզում եմ, որ երբեք չընկճվեն ու չլսեն կողքի մարդկանց, որ դու ես չես կարող, այն չես կարող, եթե դու ունես երազանք, նպատակ, հեշտ չի, բայց ամեն ինչ պետք է անել, որ հասնել դրան ու չհուսահատվել, պայքարել, իսկ բեմից առաջ ինչ խորհուրդ կտամ, որ օրինակ ես փորձում էի բոլոր մասնակիցների հետ ուրախ, ինչ որ հումորներ, պարել, երգել, ու մասնակիցները միշտ հարց էին տալիս, դու չես լարվում, չէ, չեմ լարվում, որովհետև բոլորը sense նստած ելույթից առաջ ու այդ արդեն շատ վատ է ձայնալարերին, որովհետև կծկվում է, արդեն լարվում ես, ես բարձրանում եմ բեմ, որ սա իմ վերջի ելույթն է, ես ոնց կերգեի կամ ինչ կանեի ու ամեն ելույթս ես մատուցում եմ այդպես։ Սա վերջին անգամն է, որ ես բեմում եմ։ Այո, ու փորձում եմ ամեն ինչ անել շատ լավ, եղել է հիվանդ կտրված ձայնով, բայց այդ ոչ մեկի չի հետաքրքրում քո կտրված ձայնը, քո հիվանդ լինելը, եթե դու այդ բեմում ես ու երկիր ես ներկայացնում, դու պետք է ամեն ինչ անես, որ լավագույնը լինես։ Ընտիր, այս մրցույթի եզրափակչում մենք ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք սատարել քեզ, չգիտեմ, մեխանիզմներ կան, որ մենք օրինակ Հայաստանից կարողանանք քեզ քվեարկել։ Ես նախ սա թվերը գումարվել է իրար բոլոր մրցույթային օրերի ու ես առաջի տեղում եմ, բայց ֆինալին լինելու է 50-50 քվեարկություն, ժյուրի ու հանդիսատես։ Իսկ շատ է ինտերվալը երկրորդ տեղի մասնակցի եւ կոմիշը։ Այո։ Այդ լավ առավելություն է, չէ՞, առավելություն է, բայց արդեն մերն է։
ֆինալին այդ 50-50 քվեարկությունը կախված է հանդիսատես ու ժյուրիից։ Ոնց է լինելու հանդիսատեսի քվեարկությունը, on-line թե հեռախոսահամարով։ On-line։ Հեռախոսահամարով։ Բայց Երևանից չենք կարող քվեարկել։ Երևանից ինչ չեք կարող քվեարկել, կարող եք ուրիշ մասնակցի քվեարկել։ Մենք քեզ ենք ուզում քվեարկել, չէ՞։ Հուսով եմ ինձ ուրիշ երկրից կքվեարկեն։ Հասկաց, այդ 10-12 երկրներից անցել ենք 7 հոգի ֆինալ ու հիմա 7 հոգին պետք է պայքարի հաղթանակի համար։ 7-ից 1-ը, ուրեմն ասեմ, երբ է լինելու, նոյեմբերին է լինելու։ Նոյեմբերի 22-ին։ Այո, նոյեմբերի 22-ին տեղի կունենա միջազգային Silkway Star-ի եզրափակիչը, որտեղ Սարոն պիտի ներկայացնի Հայաստանը ու վստահ եմ պատվով ներկայացնի Հայաստանը։ Ինչ կտա քեզ այս մրցույթը, Սար, ինչ ես մտածում։ Ինձ արդեն տվել է մի քանի երկրներում ճանաչում, որովհետև ես արդեն ունեմ հետևորդներ տարբեր երկրներից, բայց ես ուզում եմ իմ երկրում կայանալ, ես ուզում եմ հանդիսատեսի կողմից լինել շատ սիրված ու Հայաստանում միշտ ասում են հերիք չի մրցույթներին մասնակցելը, ես սիրում եմ, որովհետև ես ուզում եմ, որ միշտ իմ երկրի դրոշը բարձր պահեմ ու շատ մեծ դպրոց այդ մրցույթներին մասնակցելը, որովհետև հետագայում եթե դու դառնաս արդեն հայտնի ու կայացած երգիչ, այս փորձը ու այս մեծ աշխատանքը կծառայի ավելի հեշտ ու ավելի լավ։ Okay, Silkway Star-ից հետո որ բեմն ես ասենց թիրախավորում, որն է քո թարգետը հիմա, ինչ ես անելու, ինչ ես պլանավորում, ուր ես ուզում գնալ։ Եվրատեսիլը։ Ահա։ Որը որ իմ ամենաառաջին նպատակներից է ու երազանքներից է եղել մանկուց, դեռ ես փոքր էի մանկական Եվրատեսիլին էի հետևում ու մեծերի ու հավատում եմ, եթե ես ներկայացնեմ օրերից մի օր Հայաստանը, չգիտեմ դա երբ կլինի, բայց հավատում եմ, որ կլինի, ես համոզված եմ, որ շատ լավ է լինելու։ Ուղղակի Եվրատեսիլին մասնակցելու համար պետք է ունենաս շատ լավ երգ։ Ես այդպես եմ մտածում, լավ երգ, բեմադրություն, հա, բայց ամենակարևորը ինձ համար լավ երգն է, որովհետև այսքան տարիների հաղթող մասնակիցները միշտ եղել են լավ երգ, լավ երգով են հաղթել։ Մտածում ես հետողությամբ աշխատում ես, չգիտեմ, երգ գրվում է, գործիքավորվում է։ Դեռ որպեսզի ներկայացվի։ Դեռ ոչ, բայց երբ որ առաջարկ ստանամ, ամեն ինչ բոլոր ուժ եռանդս կդնեմ միայն այդ ուղղությամբ, տեսնենք։ Հրաշալի։ Նաև ավելացնեմ, որ մասնակցում եմ երկու աստղին, իմ զուգընկերն է Շուշանը Ստեփանյան։ Այո։ Ողջույն Շուշանին, սիրելի։ Շուշանին ու մենք շատ մարտական ենք տրամադրված, հուսով եմ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ինչ կասես Շուշանի երգեցողության մասին։ Շուշանը շատ պոտենցիալ կա։ Շուշանը շատ լավ է երգում։ Ես երբ որ առաջին անգամ նրան հանդիպեցի, նա ասաց, բայց ես երգել չգիտեմ, ես ոնց եմ անելու, ասացի, ունես ինչ որ վիդեո, որտեղ կամ երգում ես, ու ես սենց զարմացած եմ, լուրջ դու երգել ասում ես, չգիտեմ, շատ գեղեցիկ ձայն ունի ու ես իր տեմբրը նմանացնում եմ Բիլի Ալիշին։ Սարո, մենք սովորել ենք միացին երգի թատրոնում ու ես հիշում եմ մեզ ընդհանուր դասերին, երբ ամբողջ թատրոնի ուսանողներն էին մեկ դասաժամում նստում վարպետի հետ դասի։ Այ ինչ կասես այդ Սարոյին, եթե տեսնես հիմա, եթե շանս ունենայիր գնալու այդ Սարոյի մոտ ու իրեն խորհուրդներ տալու, այդ փոքր Սարոն, որ դեռ նոր ուզում էր ամեն ինչ հասկանալ, մենք բոլորս էինք այդ փուլում։ Ինչ կասես այդ օրերից Սարոյին։ Նախ ես շատ ուրախ եմ, որ մենք իրար հենց փոքրուց ենք ճանաչում ու իրար հետ ենք սովորել։ Ոչինչ չի փոխի, որովհետև միշտ Գրիգորիչը ինձ ասում էր, որ չփոխվես, մնա այսպես ու երբ որ բանակ ծառայելուց հետո հետ եկա Գրիգորիչի մոտ, ասաց իմ Սարոն ես, չես փոխվել, մաքուր ես մնացել ու ոնց կաս այսպես մնա, միշտ խոսում էր իմ վրա, երբ որ փորձում էի մի քիչ շեղվել դրանից, նմանվեի ուրիշների ու ջղայնանում էր, երևի կհիշես, եղել է դասերի ժամանակ, որ չի թողել ներս մտնեմ։ Ինչ խորհուրդ կտայիր լավ այդ Սարոյի։ Ինչ խորհուրդ կտայի։
Այս դաժան ու երկար ճանապարհը, որ դու անցել ես հիմա այս ամենից հետո հետ հայացքով։ Խորհուրդ չեմ կարող հիմա այսպես ասել ինչ խորհուրդ կտայի, բայց ինչ որ եղել է, իմ կարծիքով ճիշտ է։ Ամեն ինչ ճիշտ է գնացել ու շատ լավ է, որ այդ տարիքում ես չեմ ունեցել ինչ որ վաու մրցույթներ, հաղթանակ չեմ ունեցել, որովհետև կարող էր ինձ շեղել ճիշտ ճանապարհից ու պայքարելուց, ավելի շատ աշխատելուց, որովհետև եղել են մրցույթներ, որ պարտվել եմ ու ասել եմ վայ, վերջ եղա վերջ, բայց հետո հասկացել եմ, որ ավելի է ինձ ուժեղացրել ու հետո իմ առջև ավելի մեծ դռներ են բացվելու ու պետք չի հուսահատվել։ Այդ շատ դժվար հոգեբանություն է ինձ թվում, Սարո, օրինակ ես չեմ կարող մասնակցել մրցույթների, որտեղ երկրորդ պարտությունից հետո ես ուղղակի կհավաքեմ իրերս, ամեն ինչ կփակեմ, շնորհակալություն, կգրեմ իմ համար բարմեն գալ։ Հաստատ այդ երկրորդ իմ շատ սիրելի բանն է, որ ես ուզում եմ անել։ Ոնց ես անցնում այդ ճանապարհով, ոնց ես դիմանում։ Արդյոք պետք է ունենալ, չգիտեմ, ուրիշ հոգեբանություն, նաև մրցութային երկիչ։ Նախքից մրցութային երկիչ չեմ, տեղից սկսենք, բայց ամեն դեպքում մրցույթների մասնակցել այդ լուրջ հոգեբանական պատրաստվածություն է։ Այս մրցույթին միայն վոկալը չէր։ Այս Նովայեվալնայից շատ էր տարբերվում։ Ֆորմատը եվրատեսիլյան ֆորմատ էր, որովհետև շոու, ձայն, խարիզմա, արտիստիզմ, ամեն ինչ մեկը։ Իսկ ես համոզված եմ, որ այդ ամեն ինչը դու ունես։ Հա, չէ, բայց մեկը շատ դժվար է մրցույթի մասնակցելու ու հոգեբանորեն դրան դիմանալը։ Իսկ հիմա շատ մրցույթներ մասնակցելուց հետո արդեն էլ դժվար չի, բայց իմունիտետ ես ձեռք բերել։ Այո։ Բայց երևի իմ ծնողներից է եկել, մամայից է եկել, որ միշտ ասում էր, ոչինչ, այս քեզ ավելի է ուժեղացնելու, վերջ դու էլ չես ուզում, երբ քեզ քո կյանքում ավելի լիքը վատ բաներ են քեզ սպասվելու, եթե ընտրել ես այս ճանապարհը։ Մամաները դե միշտ փրկում են, այո, մեզ շնորհակալություն մայրերին։ Սարո, շնորհակալ եմ քեզ, որ եկար ներս, պատմեցիր մեզ այս ամենի մասին։ Քեզ ու մեզ բոլորիս նոյեմբերի 22-ին հաջողություն եմ մաղթում ներկայացնելու ես Հայաստանը պանասիական, ուրեմն շատ մեծ Silk Star մրցույթի ժամանակ եզրափակում ես ելույթ ունենալու։ Վստահ եմ հաղթանակով ես վերադառնալու Հայաստան, Սարո։ Շատ շնորհակալություն մի անգամ էլ քեզ, որ այստեղ ես, շնորհակալություն, որ հայկական դրոշը բարձր ես պահում ու սպասում ենք արդեն քեզ նոյեմբերի 22-ից հետո հաղթանակով դեպի հայրենիք, որից հետո քեզ կրկին սիրով կդիմավորենք ներսում, որպեսզի արդեն պատմես հաղթական էմոցիաների մասին։ Բայց այսքանով մենք դեռ Սարոին բաց չենք թողնում, ունենք կարճ խաղ, որի մասին եւ դուք եւ Սարոն կիմանաք դաթարից հետո գնացին։ Մրցույթից խոսեցինք, ժամանակն է մի քիչ խաղանենք, չէ որ խաղերը զարգացնում են մանր մատորիկան և կոփում են կամքի ուժը։ Any more jealousy? They're there to be my friend. This is this forever. All that's yet to give their hand. Any brand new corner. You wanna put me down? You let me hit the ground. Jealousy. Jealousy. Մենք վերադարձանք եւ ես իսկապես Սարոյի հետ ուզում եմ խաղ խաղալ կամ գլխին օին խաղալ կամ ուղղակի ուզում եմ մի բան անել, որ դա հաջողություն բերի նրան Աստանայում։ Ու քանի նրան ձվերով չեմ խփել որևէտեղ, ես առաջարկում եմ, որ ինքը ընտրի այն ձուն, որը կխփի իր գլխին ու դա կամ կլինի հում, կամ կլինի խաշած։ Ես եւս Սար մասնակցում եմ այս ձվակռվին, այս խաղին եւ տեսնենք թե ով չոր դուրս կգա այս պայքարից, այնպես որ մենք խաղում ենք ձվերով խաղ, գնացինք։
Սարո պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Չինգոյով սկսենք։ Գնացինք։ Սկսես դու, եթե ես հաղթեցի։ Սարոն խոստումնալից է սկիզբը։ Դու տենց մնա, Սար։ Դու հենց տենց մնա, դու կարես խաղասը Զվաձախ Սար։ Завтрак չեմ արել։ Աստված ջան։ Օ, վաու, ինչ-որ բա թռավ, բայց հա, թերխաշ էր իմը, թերխաշ։ Տես բախտը ժպտաց ինձ։ Հա, ինչ-որ բան ամեն դեպքում Մի հատ էլ։ դուրս, բայց ոչ մի բան չեղավ, չէ՞ իմ ճակատի։ Չէ։ Դու շարունակի նույն տեմպերով։ Այս մազերին լավ է։ Այո։ Տվենք խաղում։ Սարոն երկրորդ փորձի հնարավորություն ունի, այո։ Չէ, դու ես հիմա։ Օ, Տես, արդար է ժողովուրդ, արդար։ Եվ իմ երկրորդ ձուն։ սարկալ։ Չէ, այս սարկած էր։ Սարո, երկրորդ թերխաշ ձուն ինձ բաժին հասավ։ Վերջին, երրորդը։ Մի հատ է։ Դա։ Մտածում ես այս վերջինը քանի չորերը տենց պրծնենք, հա։ Սար, Էս լավ է, հաղթելու եմ, թե արեցինք այն ինչ-որ ինչի համար հավաքվել էինք։ Ես չգիտեմ, ես ձուն։ Օ, աշկ, ես քո աշկն է, Սարոյի աշկն է։ Ծափարենք Սարոյին, ասենք շնորհակալություն, որ եկավ ներս, քեզ հաջողություն ենք մաղթում Սարո Աստանայում։ Հաջողություն քեզ աղբերս։ Նոյեմբերի 22-ին ազգովի վստահաբար մենք քեզ պիտի երկրպագենք, սպասենք քո հաղթանակի, շնորհակալություն որ եկար ու մեզ պատմեցիր այս ամեն ինչը, քեզ հաջողություն եմ մաղթում քո բոլոր ընտրություններում, Սարո, ու եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ այստեղ էիր։ Մերսի շատ։ Ուրեմն այս բեմից մինչև N, բեմը 1 գիծ է ընդամենը, ձայնի գիծը։ Մենք կհանդիպենք շատ շուտով, եթերում ներսարիներ, մնացեք խաղաղ, բարի գիշեր։ That I like to gamble. I mess up, I don't wanna remember. Come to what see in my head, they don't seem to understand. I can feel my eyes are red.